քաղաքացին, որը մոտեցել են ազգային ժողովի նախագահին, ասել էր, որ գիրանցը դատարկվում է, մարդիկ վախենում են իրենց տաներից դուրս գալ։ Ես էլ եմ ասում, ժողովուրդ ջան, ես ինքս տասնյակ խմբերի ուղեկցել եմ դեպի գիրանց, բայց կարող է մարդիկ մտածեն վարչապետը այց է անում եւ վարչապետի այցի առիթով այնտեղ կյանքի սցենարը փոխվում է։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս գնալ գիրանց։ Եթե դուք կտեսնեք, որ այսօրվա գիրանցը եւ 2023 թվականի գիրանցը կիլոմետրերով իրար հեռու են եւ կիլոմետրերով շարժվել է գիրանցը ծայրամասից դեպի կենտրոն, այսօր գիրանցը անվտանգական երբևէ, խաղաղը ավելի քան երբևէ, զարգացածը ավելի քան երբևէ։ Գիրանցում նախկինում եղել է մոտավորապես թվեր էլի ճշգրիտ չեմ կարող կներեք հիշել, բայց ես մոտավոր կարգերը կարամ հիշեմ։ Այնտեղ եղել է մոտավորապես 90 քանի տուն, 90-95 կամ գուցե 100 տուն։ Այսօր Գիրանցում մոտավորապես նախկին իրաչափի 50%-ի չափի տներ են կառուցվում։ Եվ սա կարևորագույն նորություն է։ Եվ ես ուրախությամբ իհարկե ես երբեք անհամեստություն ցույց չեմ տալիս։ Եվ 3400-ից ավել սահմանամերձ բնակավայրերում կառուցվում են տներ։ Նոր թաղամաս է։ Եվ ես էլի տրամադրությունս լավա կներեք ինձ անհամեստ այդ բանի համար, իմ շրջագայություններում ես վերջի, ես իմացա, որ հանրապետության տարբեր գյուղերում հայտնվում են թաղամասեր 16 միլիոնի ծրագրերով, որոնց ժողովուրդը ասում է Նիկոլի թաղը, եւ դա մեծ պատիվ եւ հպարտություն է ինձ համար,